Աստվածաշունչը ձեռքին եւ գիտական փաստերը մտքում Սարգսակ Արման Սաֆարյանը դիակիզարանների վերաբերյալ եկեղեցու տեսակետն է ներկայացնում։ Այս հարցի վերաբերյալ հայ առաքելական եկեղեցին չունի կոնկրետ դիրքորոշում։ Հարցը համահայկական հնչեղություն չունի, հետևաբար ազգային եկեղեցին դեռ կլռի, բացատրեց Սարգսակը։ Այդուամենայնիվ քրիստոնեության տեսանկյունից պատասխանը հստակ է՝ հող էր, հող դարձավ։ Մարդու 7-րդ ողը, որը հարության ոսկոր են անվանում, քրիստոնեական մեկնաբանությամբ չի փտում, եւ հենց դա է հետագայում հարություն տալիս մարդուն։ Սարգսակը նշում է, այդ առումով դիակիզումը փոշիացնում է նաեւ կրկին կյանք առնելու խորհուրդը։ Մնում են ոսկորներ, որոնք հնարավոր չի այրել։ Այդ ոսկորները աղում են, լցնում են այդ այրված փոշու վրա։ Իսկ դուք ինտերնետով չեք նայել, ասենք թե երբ որ դագաղը հանձնում են հողին, հետո քանի որ թե մեջը պտտվում։ Հոգեբան Իրինա Ծատուրյանը հորդորում է այրվելու կամ թաղվելու որոշումը թողնել մարդուն։ Նա ափսոսանքով է նշում, որ 2006-ից դիակիզման մասին օրենք ունենք, բայց դիակիզարան այդպես էլ չկառուցեցինք։ Մինչդեռ գերեզմաններն ավելանում են, իսկ հաճախ նաև աղետների պատճառով բացվում։ Ծատուրյանը Նուբարաշենի գերեզմանոցում սողանքի հետևանքները հիշեցրեց։ Ես այնտեղ ունեի բարեկամներ եւ ես չեմ կարող համեմատել այն էմոցիաները, որը ապրում ես, երբ որ տեսնում ես այդպիսի բաներ։ Նման դեպքերի ողբերգությունը չի երգում նաեւ Սարգսակը, սակայն դրանց վրա հիմնվել խորհուրդ չի տալիս։ Հոգեվորից անցնելով գիտականին եկեղեցու ներկայացուցիչը նշեց, հրկիզումը նաեւ էկոլոգիական առումով լուրջ վնաս է բերում, արտադրելով սնդիկատ թթու։ Այս սնդիկատ թթուն ամեն մարդու պարագային կազմում է 0.04%։ Իսկ սնդիկատ թթուն, եթե չգիտեք, ասեմ մկնդեղից մոտավորապես 80% ավելի ուժեղ է։ Նույն սնդիկը հողի մեջ է, չէ՞ մնում, երբ որ մարդը թաղվում է։ Դիակիզարանին կողմ արտահայտվողների հիմնական փաստարկն այն է, որ այլևս մենք հող չունենք գերեզմանի վերածելու համար, տարածքները տարեստարի նվազում են, իսկ ընդդիմախոսները վստահեցնում են, հող կա, սակայն դա սխալ է բաժանվում։ Հոգեբանի տվյալով հիմա հուղարկավորության համար հողն արժե $5,000, իսկ Սարգսակն էլ հակադարձում է, Եվրոպայում դիակիզումն էլ մի քանի $1,000 է հասնում։ Նման բան գոյություն չունի, որ ավելի էժան է նստում։ Ես նայել եմ պաշտոնական տվյալներ, Իսկ իմ բոլոր տատիկներն են, գիտեք, Մոսկվայում տենց թաղված, բա ոնց անենք։ Դուք նայել եք, իսկ ես դրա մեջ մեծացել եմ։ Այսօր էլ շատ հայերի միայն աճուրինափոշին են տեղափոխում Հայաստան։ Սարգսակը նշեց, նման դեպքերում կաթոլիկ, ուղղափառ եւ նաեւ առաքելական եկեղեցիները նույն կերպ են առաջնորդվում, մինչեւ դիակիզումն են կարգը կատարում, իսկ գերեզմանը չեն կնքում։ Անի Բաղդասարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Ազդարար։